Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Շատ կարճ, ես ասեմ Տիկին Վարդանյան, ես ձեր պատասխանը, քաղաքական պատասխանը իմ սենյակում տվել եմ, երբ որ դուք պատռելով զոհված զինծառայողների նկարները, որոնց շարքում իմ եղբայրն էր, շպրտեցիք իմ դեմքին։ Եվ վերջ։ 2026 թվականին պետական բյուջեն պատմական է և փաստում է, որ ապագա կա, ապագան այսօր է և հենց մենք ենք ճարտարապետը մեր երկրի ներկայի և ապագայի։ Այն պատմական է, որովհետև 26 թվականին կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրության առաջին փուլը, որի արդյունքում առաջին տարում մինչև 1.700.000 հոգի կներառվի այս նոր համակարգում, հաջորդիվ երրորդ տարում արդեն կդառնա ամբողջ բնակչությունը ապահովագրության շահառու։ Այն պատմական է, որովհետև իրագործվելու է 90-ական թվականների երազանքը ունենալ հասանելի առողջապահություն։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, մեզանից առաջ բոլոր իշխանությունները նախընտրական խոստում են տվել ու հետո արդարացումներ ու հիմնավորումներ բերել, թե ինչու է անհնար իրականացնել այս ռեֆորմը, որովհետև այն թանկ է, ռիսկային, համակարգը պատրաստ չի, ժողովուրդը պատրաստ չի և այլն, և այլն, և այլն։ Բայց արդյունքում խնդիրները խորացել են, էլ ավելի են կուտակվել, ռիսկերը մեծացել ու համակարգն ու ժողովուրդը չեն էլ պատրաստվել։ Արդյոք այս բոլոր հիմնավորումները և մտահոգությունները այսօր չկան, իհարկե կան, բայց այս և մեր կառավարության մյուս ռազմավարական որոշումներ կայացնելու վճռականության հիմքը մեր մտածողության և մոտեցման փոփոխությունն է։ Մենք ժողովրդի մանդատը ստացել ենք ոչ թե արդարացումներ փնտրելու, այլ հնարավորություններ ստեղծելու, աշխատելու, ստեղծագործելու, բարեփոխումները իրականացնելու համար, անհոգնել լուծելով կուտակված և նորանոր առաջացող խնդիրները, կառավարել ռիսկերը և անընդհատ կատարելագործվել, այլ ոչ թե միայն երազելով իդեալական լուծումների մասին, նստել և Կիկոսի մահը մեր սիրելի հեքիաթի հերոսների պես դեռ չծնված երեխայի ողբը ողբալով չունենալ երեխա և ունեցած չունեցածն էլ կորցնել, թաղվելով վախերի մեջ։ Սիրելի ժողովուրդ, 26 թվականի բյուջեն այսօր կերտվող ապագայի մասին է, որովհետև պետությունը մեր երկրում ապրող, աշխատող, բարիք ստեղծող և բարեխիղճ հարկ վճարող անձանց շնորհիվ ներդրում է անում հենց մեր ընտանիքների, ներկայի և ապագայի մեջ։ Նորից շեշտեմ, որ որևէ ընտանիք, անգամ ամենահարուստ, իր ընտանիքի առողջության համար այդքան ծախս չի անում, ինչքան պետությունը այսօր և առավելապես հետագայում։ Եվ այսպես, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 26 թվականին 219 միլիարդ դրամ հատկացվում է որպես հիմնական միջոցներ և 9.1 միլիարդ դրամ էլ սահմանվում է բյուջեի առաջնահերթություն։ Ներկայացնեմ բյուջեի 3 հիմնական ուղղությունները։ Նախ և առաջ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում մինչև 18 տարեկան երեխաների 65+ տարիքի և 18-ից 65 տարեկան հաշմանդամություն, ֆունկցիոնալության սահմանափակում և սոցանապահովության 28 բալ ունեցող անձանց ապահովագրավճարը փոխհատուցելու։ Բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր այսօր պետական պատվերի շրջանակներում ստանում են ծառայություններ, բայց կապահովագրվեն 27-ից 2 տարվա ընթացքում, կշարունակեն օգտվել պետական պատվերի շրջանակում և առողջության համընդհանուր ապահովագրության ամբողջական ներդրումից հետո պետական պատվերը որպես միջոցառում կդադարի գոյություն ունենալ։ Երկրորդ ուղղությունը առողջապահության ոլորտում կապիտալ ծախսերն են և 26 թվականին հատկացվելու է, շարունակվելու է նույն գումարը 12.3 միլիարդ դրամ և որը ուղղվելու է առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման և վերազինման համար, ապահովելու մեր առնվազն 50-ի խոստումը։ Հատկացված գումարներով կավարտվեն
29 ամբուլատորիաների կառուցման եւ իրազինման աշխատանքները, մնացած գումարները 16 բժշկական կենտրոնների եւս կառուցման եւ վերազինմանը։ Նշեմ, 18-ից մինչև այսօր 26 թվականը մենք մոտ 40 միլիարդ դրամ ենք ներդրել առողջապահական ենթակառուցվածքների մեջ։ Բացի սրանից, մեր լիզինգային ծրագրերով նպաստել ենք, որ մասնավոր հատվածը եւս ներդրումներ իրականացնի։ Եվ սրանով ենք պատրաստվել նաև առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանը։ Երրորդ ուղղությունը՝ առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Այս ուղղությամբ մենք ներդրել ենք առողջապահական կազմակերպությունների պարբերական լիցենզավորման եւ անհատական լիցենզավորման ինստիտուտները, որակի կառավարման համակարգը, լաբորատոր համակարգի գնահատումը, հանրապետական շտապօգնության ծառայության հիմնումը, սահմանել ենք մասնագիտական բնութագրեր, կրթական ուղիները, շարունակում ենք թվայնացման գործընթացը եւ սրանով էլ պատրաստվել ենք համակարգը ապահովագրության ներդնելու։ Սիրելի քաղաքացիներ, առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գլխավոր նպատակը մարդու առողջության պահպանումն է, առողջ ապրելակերպը խրախուսելն է, վարքագծի փոփոխությունն է, առողջապահական խնդիրներին ճիշտ պահին եւ ճիշտ ձևով արձագանքելն է, որ ունենանք առողջ հասարակություն։ Այս համակարգի ներդրմամբ մենք պետք է հասնենք նրան, որ հիվանդությունը չի հանգեցնի մարդու աղքատացման, եւ որտեղ մենք բոլորս իդեմս պետության կանգնած կլինենք յուրաքանչյուր ընտանիքի եւ անձի կողքին։ Երբ որ դա անհրաժեշտ է, բայց արդյոք 26 թվականից մեր բոլոր խնդիրները լուծվելու են, բոլոր կարիքները փակվելու են, բժշկական օգնության եւ սպասարկման որակը կատարյալ է դառնալու։ Ոչ իհարկե, սիրելի քաղաքացիներ, մենք իրապես ազնիվ ենք ձեզ հետ եւ իրատեսական։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը ամբողջական ներդրումից հետո ծածկելու է բոլորին, բայց փակելու է ոչ ամեն ինչ։ Եվ իհարկե լինելու է պլանային դեպքերի հերթագրում, համակարգը ներդրվելուց հետո իրական կյանքը շտկումներ կիրականացնի, մեր վարքագիծը փոխելը գուցե անհարմարություններ ստեղծի, ենթակառուցվածքների եւ որակի մեր ուզած ստանդարտին հասնելը իհարկե դեռ ժամանակ է պահանջելու, բայց ամենակարևորը այս համակարգի արդյունքում առողջապահությունը հասանելի է դառնալու եւ կյանքեր է փրկելու, մեր ու մեր սիրելիների առողջությունն է պահպանելու։ Եվ վերջին մի քանի տարիների մեր այս քաղաքականությունը արդեն իսկ իր պտուղները տալիս է։ 24 թվականին մենք գրանցել ենք ամենաբարձր կյանքի միջին տևողության ցուցանիշը 78.6 եւ ընդհանրապես վիճակագրական տվյալները նման ճիշտ կլինի տարեկանները ներկայացնել եւ որպեսզի շեղումներ եւ խնդիրներ չառաջանան համեմատելուց։ Նվազել են ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը վաղաժամ, նվազել են մայրական ու մանկական մահացությունը եւ սա է մեր ճանապարհը։ Այս թվերը միայն մի քանի ցուցանիշներ են, որոնք ցույց են տալիս մեր խոստացված եւ իրականացրած քաղաքականությունների արդյունքները։ Եվ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը հենց հիմնվում է այս քաղաքականությունների վրա։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, 2026 թվականի պետական բյուջեն պատմական է եւ փաստում է, որ ապագա կա, այն խաղաղ է, առողջ ու բարեկեցիկ եւ մենք ենք ճարտարապետը այդ ապագայի։ Շնորհակալություն, առողջ եղեք։